Բարև սիրելի իջևանցիներ, բարև սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք մեր քարոզարշավը եւ այս բան հանգրվանեցինք ձեզ մոտ։ Տեղյակ եք, որ Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշինքը իր մարզային այցելությունները եւ ըստ էության նախընտրական քարոզարշավը սկսել է Տավուշի մարզից եւ դա պատահական չէ, որովհետեւ անվտանգության խնդիրը մեզ համար կարևորագույն խնդիր է եւ մենք դաշինքի անդամներս մեր քարոզարշավը սկսում ենք հենց այստեղից այդ ուղերձը հղելով հասարակությանը։ Բայց անվտանգությունը միայն ռազմական չէ, այլ անվտանգության այլ բաղադրիչներ եւս մեզ համար շատ կարևոր են։ Տնտեսական անվտանգություն, դեմոգրաֆիկ վիճակ, հասարակության ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ, Չինացի զորավարներից մեկին երբ հարցնում են, թե որն է երեք կարևոր բաղադրիչը հաղթանակի համար, ասում է զինվորը, զենքը եւ ոգին։ Ասում են այդ դեպքում երկրորդ կարևոր բաղադրիչը որն է, ասում է զինվորը եւ ոգին։ Իսկ երբ որ ասում են երրորդը որն է կարևոր, ասում է ոգին։ Ուրեմն մեր երկրի ներսում տեղի ունեցող process-ների բարոյահոգեբանական մթնոլորտը մեզ համար ամենակարևորն է։ Որտեւ այսօր Հայաստանից մեր քաղաքացիները արտագաղթում են ոչ թե սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով, այլ բարոյահոգեբանական մթնոլորտից ելնելով։ Սոցիալ-տնտեսականը դա անցյալ է։ Այն ամենի, ինչ տեղի է ունենում մեզ հետ, անարդարություն, մոնոպոլ վիճակներ քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, դատարանների եւ իրավապահ մարմինների ենթակայություն նախագահական նստավայրի, կողմնակալ որոշումներ դրա արդյունքում։ Այս ամենը մեզ ամեն օր հանդիպում է եւ այս ամենը մեզ ամեն օր հուսահատեցնում է։ Բայց մենք իրավունք չունենք այս պարագայում հիասթափվել, թևաթափվել եւ չպայքարել։ Ընտրությունը եւս պայքարի միջոց է։ Պայքար է։ Եվ մենք այդ պայքարը շարունակելու ենք իրականացնել։ Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշինքը ձևավորվել է 3 առաջնորդների, 2 կուսակցությունների եւ պարոն Օհանյանի համակիրների ակտիվ ջանքերով։ 3 պետական գործիչներ իրենց կարողությունները մեկտեղեցին։ 3 հոսանքներ քաղաքական, հասարակական նաեւ իրենց կարողությունները մեկտեղեցին։ Մենք գալիս ենք ձեզ ժառանգություն, համախմբում, հաղթանակ կարգախոսով ներկայանալու։ Բայց սրանք ոչ միայն կուսակցությունների անուններն են եւ պարոն Օսկանյանի, այսպես ասեմ, հաղթական անցյալը, այլ սրանք հենց մեր գործնեության դաշտն է լինելու։ Ժառանգություն, որովհետեւ մենք մեր պապերից, մեր հայրերից ժառանգել ենք ինչ-որ բան եւ ինչ-որ բան մենք պետք է ժառանգենք մեր սերունդներին։ Այդ ինչ-որը շատ լայն հասկացողություն է։ Եվ հայրենիք, եւ մշակույթ, եւ տնտեսություն, եւ ավանդույթներ։ Բայց այդ ամեն իրականացնելու համար, այդ ժառանգությունը փոխանցելու համար, դրական ժառանգություն փոխանցելու համար մեզ պետք է համախմբում, որովհետև միայնակ որևէ մեկս այսօր չեն կարող ոչ իշխանափոխություն իրականացնել եւ ոչ էլ երկրում արմատական բարեփոխումներ կյանքի կոչել։ Այդ համախմբումը մեզ բոլորիս պետք է։ Բայց նաեւ մեզ հաղթանակ է պետք մեր գործնեության ընթացքում։
Մեր ամեն մի քայլը, որը դրական արդյունք է ունենում, դա հաղթանակ է։ Փոքր ու մեծ, բայց հաղթանակ է, եւ մեզ այդպիսի հաղթանակներ են պետք։ Պարոն Օսկանյանը երկար ժամանակ եղել է արտգործ նախարար։ Հայաստանի անկախությունից ի վեր արտգործ նախարարության հիմքերից կանգնած անձնավորություն է եղել։ Նա իր պաշտոնավարման ժամանակ պաշտպանեց Հայաստանի շահը։ 15 թվականին ըստ էության եռյակի շրջանակներում շատ մեծ աշխատանք տարավ, շատ մեծ գործունեություն ծավալեց, որպեսզի մենք կարողանանք իշխանափոխություն իրականացնենք։ Ժառանգությունը այդ եռյակի մաս էր։ Եվս։ Եվ դրանից հետո արդեն անցած տարի ստեղծեց համախմբում կուսակցությունը։ Համախմբան միջոցով մենք եւս փորձեցինք պայքարը շարունակել։ Պարոն Ռաֆի Հովհաննիսյանը 88-ի երկրաշարժից հետո անմիջապես եկավ Հայաստան։ Հայկական համագումարի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար դարձավ։ Հետագայում դարձավ Հայաստանի առաջի արտգործ նախարարը։ Ներկայացեց Հայաստանի շահը բոլոր տեղերում։ Թուրքիայում ասեց, որ դուք պատմության հետ առերեսվելու խնդիր ունեք։ Ստեղծեց ռազմավարական կենտրոնը, բարեգործական հիմնադրամը օրանը։ 2002-ին Ժառանգություն կուսակցությունը ստեղծեց, ով մինչև հիմա ընդդիմադիր պայքարի առաջի շարքում է գտնվում։ 13 թվականին նաև իջևանցիների հաղթական վստահության քվեն ստացավ։ Եվ այսօր իր հարգելի գործընկերների հետ այս դաշինքը կազմած փորձում է ձեզ այլընտրանք ներկայացնել։ Պարոն Օհանյանը եղել է կադրային սպա։ Գերմանիայում է սկսել իր ծառայությունը, իսկ Գերմանիայում լավագույն սպաներին էին տանում։ Դրանից հետո սակայն վերադարձավ հայրենիք, որովհետև սկսվել էր Արցախյան գոյամարտը, ազատամարտը։ Գալուց անմիջապես հետո այդ պայքարին մասնակիցը եղավ։ Առողջությունը ներդրեց այդտեղ։ Կյանքի լավագույն տարիները դրեց ազատամարտի զոհասեղանին։ Հետագայում արդեն հայկական բանակի ձևավորման ակունքներին կանգնեց։ Ըստ էության եւ Արցախում եւ Հայաստանում բոլոր կարևորագույն ռազմական պոստերը ղեկավարեց եւ իր այդ նվիրումը շարունակում է եւ ցանկանում է ավելի մեծ ներդրում բերել մեր երկրում։ Ասեմ, որ մեր դաշինքը ունի բոլոր կարողությունները փոփոխություններ իրականացնելու, որովհետեւ ոչ միայն գիտելիքները կան եւ ոչ միայն 3 առաջնորդների մոտ, այլ նաեւ թիմում, որովհետեւ ցանկությունը կա, որովհետեւ կամքը կա այդ ամենը իրագործելու։ Եվ մենք ունենք այն տեսլականը, որը կարող է Հայաստանը ոտքի կանգնեցնել, զարգացնել։ Բոլորս միասին երկար ժամանակ ասում ենք, որ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը պետք է մեկ լինեն, մեկ մարմին, մեկ օրգանիզմ, մեկ բռունցք։ Այս դաշինքն է, որ այդ միասնությունը տալիս է։ Եվ պատահական չէ, որ պարոն Օսկանյանը եւ պարոն Հովհաննիսյանը, որոնք անկախությունից ի վեր իրենց երաշխավորված արևմտյան ամերիկյան կյանքը թողած իրենց նվիրումն են բերել Հայաստանին, այսօր այս դաշինքի ձևավորողներից մեկն է։ Եվ ակնհայտ է, որ պարոն Օհանյանի անցած ճանապարհը
Արցախ Հայաստան առանցքով մեր անցած ճանապարհը պայքարի այս տարիների սրանք բոլորը այն հիմքերն են որոնք հնարավորություն են տալու մեր ասածը կյանքի կոչենք որևէ մեկս սխալական չենք բոլորս ինչ որ սխալ կատարում ենք առավել եւս երբ որ աշխատում ենք բայց նայելով հետագիծը երեք առաջնորդների միանշանակ կարող ենք ասել որ դա եղել է մեծամասամբ սպիտակ հետագիծ նվիրումի հետագիծ եւ հենց այդ նվիրումը եւ այդ սպիտակ լայն հատվածն է որ մեզ համոզում է տալիս ինձ համոզում է տալիս որ մենք կկարողանանք այդ փոփոխություններն իրականացնենք Հայաստանը կարող ենք ինքնիշխան դարձնենք նորից Հայաստանում կարող ենք արմատական բարեփոխումներ իրականացնել սկսած սահմանադրական փոփոխություններից եւ առաջին քայլով քաղաք բանտարկյալների ազատումով որտեղ ազատությունը մեզ բոլորիս խիստ անհրաժեշտ է Ժողովուրդ ջան, պայքարը միշտ հաջողություն բերում է դա միանշանակ է, դա բազմաթիվ անգամներ է ապացուցվել եւ նաեւ ապացուցվեց երեք երբ հաց բերող մեզ բոլորիս հայտնի այդ անունով Արտուր Սարգսյանը կալանքից նորից ազատվեց եւ այսօր ինքը արդեն ազատության մեջ է իր հացադուլով պայքարը Շահենի նստացույցով պայքարը մեր քաղաքացիների մասնակցությունը երթերին բերեց նրան, որ ինքը այսօր ազատության մեջ է։ Մեր պայքարն է ամառությամբ եռանդով բերելու է հաղթանակի, մեզ բերելու է ազատություն։ Ես մեկ ցանկություն ունեմ, որ միշտ ասում եմ, նաև ձեզ եմ ասում, մեզ պետք են արմատական փոփոխություններ ամեն գնով, որովհետև եթե չփոխվի իշխանությունը, այն բացասական երևույթները, որոնք կան, դրանք շարունակվելու են։ Եթե անցած տարի արդեն պաշտոնապես 48,000 մարդ է արտագաղթել Հայաստանից, այդ 48-ը դառնալու է 50-ից ավել։ Միակ ցուցանիշը, որը Սերժ Սարգսյանի հանրապետական իշխանավորման տարիներին աճ է ունեցել, եղել են արտագաղթի ցուցանիշները, մեր պետական պարտքի աճն է եղել և քաղաքբանտարկյալների թիվը։ Մնացած բոլոր բնակավարներում հետաճ ենք ունեցել։ Համախառն ներքին արդյունքը 11,7-ից իջել է 10,5 միլիարդի։ Մեր բյուջեն 3,2 միլիարդից իջել է 2,8 միլիարդի։ Աղքատության ցուցանիշը բարձրացել է 24-ից 34%, դա էր պաշտոնապես, դա էր նվազագույն կենսապահման զամբյուղը հաշվի չառնելով, իրականում մոտ 70% է։ Մեր արտաքին դաշտում պաշտպանվածության աստիճանը նվազել է։ Բոլոր ոլորտներում հետաճ ենք ունեցել։ Դրա համար ես ձեզ խնդրում եւ որդորում եմ։ Եթե մեզ որպես այլընտրանք չեք տեսնի, ընտրեք ցանկացած այլ ուժի բացի հանրապետական կուսակցությանը, որովհետև փոփոխությունները, որ լինեն անկախ ամեն ինչից, հնարավորություն են տալու մեզ։ Մենք էլ կլինենք իշխանության մեջ, ընդդիմության մեջ կլինենք նոր իշխանության պարագայում։ Մենք կողքից կօգնենք։ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ոչինչ չի արել այդ ուղղությամբ եւ չի էլ կարողանալու անել։ Մենք ունենք այդ ցանկությունը։ Մեր գործընկերների մոտ ես տեսնում եմ այդ ցանկությունը։ Դրա համար ասում եմ, ում ցանկանում եք ընտրեք, բացի հանրապետական կուսակցությունից։ Սիրելիներս, հիշեք նաև մեկ կարևոր հանգամանք։ Այս ընտրությունը միակն է լինելու, սրանից հետո որևէ համապետական ընտրություն չի լինի։ Եթե իհարկե մենք չգանք իշխանության, մեր գալու պարագայում սահմանադրություն է փոխվելու եւ մնացած քայլերն էլ կատարվելու են։ Բայց եթե իրենք եղան,
Սա նշանակում է ոչ թե 5 տարի, այլ ավելի երկար ժամանակով մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն դեգրադացված իշխանություն, այլ ամեն ոլորտում անկում։ Մենք դա մեզ այդ շքեղությունը թույլ տալ այլևս չենք կարող։ Դրա համար մենք միավորվել ենք, դրա համար մենք պատրաստ ենք մեր ուրիշ գործընկերների հետ եւ ընտրությունների ժամանակ, այս քարոզարշավի ժամանակ եւ քարոզարշավից հետո համագործակցել եւ բոլորիս դուրս բերել այս ճահճային ճգնաժամային իրավիճակից։ Մեզ պետք են օդու ջրի պես ներդրումներ, հատկապես Սփյուռքից, ով ունի եւ այդ կարողությունը ներդրում անելու, եւ նաեւ կադրային բազան, ինչու ոչ այստեղ նաեւ մասնագետներով համալրելու համար։ Եվ ըստ ինձ, դա լավագույնս կարող են անել այն անձինք, ովքեր եւ Սփյուռքի ներկայացուցիչ են եղել, եւ Հայաստանում լայն գործունեություն են ծավալել, այնպիսիք ինչպես Ռաֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը։ Դրա համար մեզ ընդամենը պետք է մեկ բան՝ ակտիվ լինել այս ընտրություններում։